Տիկին Գալստյան, զուգընկերուհի տերմինը թերևս ձեր կողմից ամենաշատ կիրառված բառերից մեկն է, եթե ուզենամ ամփոփեմ ձեր նախորդ գումարման ելույթները, ապա դուք շատ հաճախ օգտագործել եք զուգընկերուհի տերմինը կոնկրետ անձի մասին, թիրախավորելով իր սոցիալական կարգավիճակը։ Հիշեցնեմ ձեզ, թե ինչու եք դուք դեմ քվեարկել ընտանեկան կենցաղային բռնության մասին օրենքը, որը համահեղինակել ենք ես, Ծովինար Վարդանյանը եւ Զարուհի Բաթոյանը։ Դուք եւ ձեր ֆրակցիան հայտարարեցիք, որ զուգընկեր տերմինը, որ մենք ավելացրել ենք, կարող է ընկալվել որպես նույնասեռ ընկերությունների, զուգընկեր հանդիսացող նույնասեռ զուգընկերների հիմք եւ այսպիսով դուք դեմ եք արտահայտվել։ Ուզում եմ ճշտել, դուք որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, արդյոք պատրաստվում եք լինել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրենց սեռական պատկանելության հիմքով խտրական վերաբերմունք չցուցաբերելով հանձնաժողովի նախագահ, որովհետև ես մտավախություն ունեմ, որ այն ամբողջ փաթեթը, որը գրված էր պաշտպանելու կանանց, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կանայք են մեծապես ընտանեկան բռնության զոհ դառնում, եւ սա պարզապես բառեր չեն, սա ստատիստիկա է, դուք այդ մի ամբողջ փաթեթին դեմ եք քվեարկել, որովհետև վախեցել եք, որ կարող է Հայաստանում նույնասեռ զույգերը լինեն պետական պաշտպանության ներքո։ Կարող եք ասել, ում Մարդու իրավունքների հանձնաժողովի պաշտպան եք պատրաստվում լինել դուք։ Տիկին Սոնա Ղազարյան, ուրեմն մենք այդ փաթեթին ոչ թե դեմ ենք քվեարկել, այլ չէ, ձեռնպա։ Ներողություն, ձեռնպա։ Ես չգիտեմ, կճշտենք, ես տպավորություն ունեմ, ես չեմ կարող այդ բոլոր մանրամասները հիշել, բայց տպավորություն ունեմ, կճշտենք, որ մենք ձեռնպահ ենք քվեարկել։ Հիմա անցնենք առաջ։ Այն, որ ես մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ այսպես սրված զգացում ունեմ եւ վարք, նաեւ ձեր ընտանիքի պատմությունն է, պատմության մեջ մի դրվագ կա, եւ ձեր մարտի 1-ի դեպքով ձեր սկեսրայրը Արշակ Բանուչյանը նաեւ ազատության մեջ հայտնվեց, որովհետեւ ես լինելով այդ ժամանակ կոալիցիայի անդամ, ես հարգելով մարդու իրավունքները եւ Արշակ Բանուչյանի մշակութային էությունը եւ այլն, իմ միջնորդությամբ հայտնվել է նաեւ ազատության մեջ, այնպես որ ես մարդու իրավունքների նկատմամբ իմ հավատարմությունը եւ նվիրումը ապացուցելու եւ դրա մասին բարձրաձայնելու կարիք չեմ էլ տեսնում։ Եվ ես իմ խոսքը կառուցել էի այն ուրեմն արժեհամակարգի վրա, որ Հայաստանում Կարծեմ Վիլեն Գաբրելյանն էլ հենց այդ կոնտեքստով պատասխանեցի, որ Հայաստանում պաշտպանության կարիք ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները անկախ սեռից, ազգային պատկանելությունից, կրոնական եւ քաղաքական հայացքներից։ Արձագանք։ Տիկին Գալստյան, կարիք չկա ասելու, ինչ հրաշալի մարդ է իմ սկեսրարը, դու այդ մասին խոսելն ավելորդ է եւ շնորհակալ եմ ձեզ մարտի 1-ին աջակցության շրջանակներում, բայց իմ հարցը շատ ավելի կոնկրետ է, Տիկին Գալստյան։ Նախ ափսոսում եք դուք, որ երբևէ առաջին տիկնոջը դիմելիս իր մասին խոսելիս դիմել եք որպես զուգընկերուհի թիրախավորելով ուրեմն իր սոցիալական կարգավիճակը, որտեղ շատ հստակ էր այն բացասական կոնոտացիան, որ դուք տալիս եք բառակապակցությանը, դա մեկ։ Երկրորդը ի պատիվ Աննա Մկրտչյանի, նա խորհրդարանում միակ կին ընդդիմադիր պատգամավորն է եղել, ով քվեարկել է ձեռնպահ մնացած բոլոր կին պատգամավորները, ինչ եմ շեշտում, որտեղ այստեղ խոսում ենք կանացի սոլիդարության մասին, բոլորը քվեարկել են դեմ։ Տիկին Մկրտչյանը միակ կին պատգամավորն է եղել պատիվ ունեմ դաշինքից, ով քվեարկել է ձեռնպահ ի պատիվ իրեն։ Եվ երկրորդը կարող եք արտաբերել այս բառը, դուք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անկախ իրենց սեռական կողմնորոշման պատրաստ եք պաշտպանել, որտեղ ասում եք անկախ սեռից, բայց այստեղ խնդիրը սեռը չէ, սեռական կողմնորոշումն է։ Ուրեմն ավելացրեք սեռական կողմնորոշում բառը, իսկ ինչ վերաբերում է զուգընկերուհուն, ես զուգընկերուհին մեկ ելույթում եմ օգտագործել եւ շատ լավ հիշում եմ կոնտեքստը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, հիմա չգիտեմ ինչ բառով ասել, վարչապետի զուգընկերուհուն, որովհետեւ ընտանեկան օրենսգրքով ընտանիք է համարվում պետական գրանցման ակտերով վավերացված ընտանիքը, ուրեմն ես չէի կարող ընտանիք բառը գործածել այս պարագայում եւ զուգընկերուհին ամենապատշաճ բառն է եւ հետո լրատվամիջոցներում շարունակ ուրեմն այդ կարգավիճակն է նշվում, եթե կա ավելի կոռեկտ բառ սահմանում, խնդրում եմ ասեք, բայց բացարձակապես նույնիսկ այդ տեքստում, որը մեկ տեքստ է եղել, ոչ թե
թիրախավորվել է որպես Աննա Հակոբյանը որպես կին կամ որևէ այլ հանգամանքով, այլ կոնտեքստը եղել է քաղաքական եւ ես չեմ էլ հիշում անրամասները, վստահաբար խոսել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի քաղաքականությունից։ Արման Եղոյան։ Տիկին Գալստյան, եկեք շարունակենք մեր երկվա խոսակցությունը, չմտածեք, որ ես խուսափելու եմ Խնդրում եմ թեմայից։